Անճոռնի ճուտիկը Հանս Քրիստիան Անդերսեն Մի հին կալվածքում կրատուկների թավուտում ձվերի վրա թուխս էր նստել մի բադ։ Վերջապես ձվերի կճեպները ճաքեցին։ Ծիվ, ճուտիկներն իրենց կտուցները հանեցին կճեպներից։ Շուտ, ճչաց բադը։ Բադիկները շտապեցին, մի կերպ դուրս պրծան կճեպներից ու սկսեցին շուրջը նայել։ Որքան մեծ է աշխարհը, շշնջացին բադիկները։ Դուք կարծում եք, թե այս է ամբողջ աշխարհը, ծիծաղեց մայրը եւ զննելով ձվերը տեսավ, որ ամենամեծ ձուն դեռ տեղում է։ Գործերդ ինչպես են, հարցրեց մոտակայքով անցնող մի պարավ բադ։ Մի ձու դեռ մնում է, ասաց մայր բադը։ Սպասիր տեսնեմ ինչ ձու է, որ դեռ չի ճաքել։ Երևի հնդկահավի ձու է, ինձ էլ են մի անգամ խաբել, թող տեսնեմ այդ ձուն։ Այո, հենց այդ է, հնդկահավի ձու է, թող դրան, գնա մյուսներին լողալ սովորեցրու։ Չէ, մի քիչ էլ կնստեմ, ասաց մայր բադը։ Դու գիտես, ասաց պարավ բադն ու գնաց։ Վերջապես ճաքեց նաև ամենամեծ ձվի կճեպը։ Միջից դուրս եկավ մի խոշոր տգեղ ճուտիկ։ Բադը նայեց նրան։ Այ քեզ հսկա, նման չի մյուսներին, միթե իսկապես հնդկահավի ճուտ է, բայց ես սրան էլ լողալ կսովորեցնեմ, թեկուզ ստիպված լինեմ ուժով ջուրը հրել։ Եվ բադն իր ընտանիքով ուղղվեց դեպի առուն։ Իմ հետևից, կանչեց նա բադիկներին եւ նրանք իրար հետևից ջուրը նետվեցին։ Սկզբում ջուրը նրանց ծածկեց, բայց հետո դուրս եկան ջրի երես եւ սկսեցին լողալ։ Նրանց թաթիկներն աշխատում էին եռանդուն, անճոռնի բադիկն էլ հետ չէր մնում մյուսներից։ Ինչ հնդկահավ, ասաց բադը, ինչ լավ է լողում, չէ, սա իմ հարազատ զավակն է եւ ամենևին էլ տգեղ չէ։ Դե շուտ իմ հետևից։ Գնում ենք թռչնանոց, բայց ինձանից չհեռանաք, որպեսզի որևէ մեկը ձեզ չտրորի։ Շուտով հասան թռչնանոց, իսկ այնտեղ ժխոր էր։ Դե, թաթիկներդ շարժեք, ասաց մայր բադը, գլուխ տվեք պարավ բադին, նա ամենաանվանի բադն է, թաթիկները հեռու պահեք իրարից, այ այդպես, դե, գլուխ տվեք։ Մյուս բադերը նայեցին նրանց ու ասացին. Ահա ձեզ էլի մի ոհմակ, կարծես մենք քիչ էինք այստեղ, իսկ այն մեկն ինչ այլանդակն է։ Կարծես մենք քիչ էինք այստեղ, իսկ այն մեկն ինչ այլանդակն է։ Բադերից մեկը վազեց ու կծեց բադիկի ծոծրակը։ Հանգիստ թողեք նրան, ասաց մայր բադը։ Ինչ եք ուզում նրանից, նա ձեզ ինչ է արել։ Ոչինչ չի արել, բայց շատ է մեծ ու այլանդակ։ Լավ ճուտիկներ ունես, ասաց անվանի բադը։ Բոլորն էլ շատ սիրուն են, բացի մեկից։ Այդ մեկն անհաջող է։ Նա գեղեցիկ չէ, բայց բարի սիրտ ունի, պատասխանեց մայր բադը։ Կարծում եմ, երբ մեծանա, կգեղեցկանա։ Մյուս բադիկները շատ լավն են, շատ, պատասխանեց անվանի բադը։ Դե եղեք ինչպես ձեր տանը։ Եվ նրանք սկսեցին ապրել թռչնանոցում։ Միայն թե խեղճ բադիկին կծահարում, հրմշտում ու ծաղրում էին բոլորը։ Նա չափից ավելի մեծ է, ասում էին բոլորը։ Առաջին օրն անցավ, իսկ հետո տանջալի ցորեր սկսվեցին։ Բոլորը հալածում էին խեղճին, նույնիսկ եղբայրներն ու քույրերը, իսկ մայրն ասում էր. «Չքվիր աչքիցս»։ Բադերը կծահարում էին նրան, հավերը կսմթում, իսկ թռչուններին կերտվող աղջիկը ոտքով հրում էր մի կողմ։ Բադիկը այլևս չդիմացավ, վազելով անցավ բակն ու թռավ ցանկապատից այն կողմ։ Փոքրիկ թռչունները վախեցած փախան թփերի միջից։ Նրանք ինձնից վախեցան, որքան այլանդակ եմ, նեղվեց բադիկը եւ աչքերը փակած վազեց այնքան, մինչեւ հասավ այն ճահճին, որտեղ վայրի բադեր էին ապրում։ Նա ամբողջ գիշերը մնաց այնտեղ։ Առավոտյան վայրի բադերը դուրս թռան իրենց բներից եւ տեսան նորեկին։ Ո՞վ ես դու, հարցրին նրանք։ Բադիկը սկսեց բոլորին գլուխ տալ։ Այ քեզ այլանդակ, ասացին վայրի բադերը, մեզանից հեռու մնա։ Խեղճ բադիկ, 2 օր նա անցկացրեց ճահճում, իսկ 3-րդ օրը հանկարծ ուժեղ որոտ հնչեց ճահճի վրա, եւ 2 սակ անշնչացած ընկան եղեգների մեջ։ Ջուրը կարմրեց նրանց արյունից։ Դում, որոտաց կրկին, եւ եղեգնուտից վեր բարձրացավ վայրի սագերի մի ամբողջ երամ։ Կրակոցներն ուժեղացան, որսորդները ճահիճը շրջապատել էին։ Ճահճի մեջ չլմփացնում էին որսորդական շները։ Խեղճ բադիկը սարսափեց, երբ տեսավ լեզուն հանած որսորդական շանը։ Շունը չար աչքերով նայեց բադիկին, հոտոտեց, ապա շուռ եկավ ու հեռացավ։ Ես ինչքան անճոռնի եմ, մտածեց բադիկը, նույնիսկ շունը զզվեց ինձանից։ Նա կուչ եկավ եղեգների մեջ, իսկ կրակոցները դեռ չէին դադարում։ Երեկոյան բադիկը վերջապես սիրտ արեց շուրջը նայել։ Ուժեղ քամի էր փչում, բադիկը հեռացավ ճահճից։ Գիշերը նա հասավ մի խրճիթի։
Քամին սաստկանում էր, բադիկը նկատեց, որ խրճիթի դռանը ճեղք կա, հեշտությամբ ներս մտավ այդ ճեղքով։ Խրճիթում ապրում էր մի պարավ, որն ուներ մի հավ ու մի կատու։ Առավոտյան նրանք նկատեցին բադիկին։ Կատուն սկսեց մռլ տալ, իսկ հավը կչկչալ։ Այդ ինչ է պատահել, հարցրեց պարավը, շուրջը նայեց եւ նկատեց բադիկին։ Այ քեզ բան, հիմա ես բադի ձվերել կունենամ, եթե միայն սա որց բադ չի։ Եվ բադիկին ընդունեցին, բայց անցավ մի 3 շաբաթ, իսկ ձու չկար ու չկար։ Կարծում եմ, ավելի լավ կլինի հեռանամ այստեղից, ասաց բադիկը հավին ու կատվին։ Բարով գնաս, ասաց հավը, եւ բադիկը գնաց։ Նա լողում էր եւ սուզվում ջրի մեջ, բայց բոլոր կենդանիներն առաջվա պես արհամարհում էին նրան իր այլանդակության համար։ Աշունը եկավ, ծառերի տերևները դեղնեցին, քամին պոկում ու պտտեցնում էր նրանց։ Հետո սկսեց ձյունախառն անձրև մաղել։ Վատ օրեր էին գալիս խեղճ բադիկի համար։ Մի անգամ խոշոր թռչունների մի երամ ժամանեց։ Նրանք ճերմակ էին ձյան պես, երկար ճկուն պարանոցներով։ Նրանք կարապներ էին։ Նրանք բարձրացան վեր, խեղճ բադիկին անորոշ հուզմունք համակեց։ Նա հոլի պես պտտվեց ջրի մեջ, ձգեց պարանոցը եւ փորձեց նրանց պես ճչալ։ Այդ թռչունները դուրս չէին գալիս նրա մտքից, իսկ ձմեռը շատ ցուրտ էր։ Բադիկը ստիպված էր անդադար լողալ, որ չսառչի, բայց որքան էլ պայքարում էր, ի վերջո ուժասպառ եղավ, կանգ առավ ու սառեց։ Մոտիկից անցնող մի գյուղացի առավոտյան տեսավ սառած բադիկին։ Սառույցը կոտրեց, տարավ տուն ու տվեց կնոջը։ Բադիկին տաքացրին, նա ուշքի եկավ։ Երեխաները սկսեցին խաղալ բադիկի հետ, իսկ նա վախեցավ եւ մի կողմ նետվեց։ Նա ընկավ կաթով լի դույլի մեջ, կաթը թափվեց, կինը ճչաց ու ձեռքերը թափահարեց։ Այդ ժամանակ բադիկը նետվեց յուղի պուլիկի մեջ, իսկ այնտեղից ալյուրի տաշտի մեջ։ Կինը ճչում էր եւ ունելին առած վազում նրա հետևից։ Երեխաներն իրար հրմշտելով վազում էին ու հռհռում։ Դուռը կիսաբաց էր եւ բադիկը դուրս փախավ։ Նետվեց դեպի թփերը, նոր նստած ձյան մեջ ու երկար պառկեց համարյա անզգա։ Շատ տխուր կլիներ նկարագրել այն բոլոր փորձանքները, որոնց մեջ ընկավ բադիկն այդ ամբողջ դաժան ձմեռվա ընթացքում։ Իսկ երբ արևը նորից իր ճառագայթներով տաքացրեց երկիրը, բադիկը պառկած էր ճահճում եղեգների մեջ։ Գարունը բացվեց։ Բադիկը թևերը թափահարեց ու թռավ։ Այժմ նրա թևերը մեծացել էին։ Հանկարծ եղեգնուտի թավուտից դուրս լողացին 3 սքանչելի կարապ։ Նրանք այնքան թեթև ու սահուն էին լողում, կարծես սահում էին ջրի վրայով։ Բադիկը ճանաչեց գեղեցիկ թռչուններին եւ ինչ-որ տարօրինակ թախիծ համակեց նրան։ Եվ նա ջուրը նետվեց ու լողաց դեպի գեղեցիկ կարապները, որոնք բադիկին տեսնելով նույնպես սլացան նրա կողմը։ Բադիկը նայեց ջրի երեսին իր արտացոլմանը, զարմացավ։ Ինքն արդեն այլևս անճոռնի թռչուն չէր, այլ կարապ։ Իսկ մյուս կարապները լող էին տալիս նրա շուրջը եւ իրենց կտուցներով շոյում, հարդարում նրա փետուրները։ Վազելով այգի եկան փոքրիկ երեխաները։ Նրանք սկսեցին հատիկներ ու հացի փշրանքներ նետել կարապներին, իսկ ամենափոքրը ձայն տվեց. «Հապա նորեկին նայեք»։ Հետո վազեցին իրենց մայրիկին ու հայրիկին կանչելու եւ նրանց հետ վերադառնալով նորից սկսեցին հացի փշրանքներ նետել ջուրը։ Բոլորն ասում էին, թե նորեկ կարապն ամենագեղեցիկն է։ Եվ ծեր կարապներն էլ գլուխ խոնարեցին նրա առաջ, իսկ նա բոլորովին շփոթվեց եւ գլուխը թաքցրեց թևի տակ։ Նա անսահման երջանիկ էր, բայց ամենևին չէր գոռոզանում։ Նա մտաբերում էր այն ժամանակը, երբ բոլորն արհամարհում ու հալածում էին իրեն, իսկ այժմ բոլորն ասում են, թե նա ամենաչքնաղն է։ Եվ ահա նրա թևերը խշշացին, նրբագեղ պարանոցը ձգվեց եւ կրծքից դուրս թռավ ցնծության ճիչը։ Ես կարող եի երազել այսպիսի երջանկություն, երբ դեռ անճոռնի բադիկ էի։